Խորհրդարանը հյուրընկալել է Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ հանդիպմանն արժևորվել է Հայաստան-Շվեյցարիա սերտ համագործակցությունը։ Խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված Շվեյցարիայի կառավարության աջակցությունը։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծին։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում, ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերը։ Խմբակցության ղեկավարը երախտագիտություն է հայտնել շվեյցարական կողմին Հայաստանի համար կարևոր եւ զգայուն հարցերում մշտապես աջակցելու համար։ Ընդգծելով, որ իրենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից են, խմբակցության ղեկավարն այնուամենայնիվ անհամաձայնություն է հայտնել մի շարք հարցերում իշխանությունների վարած արտաքին եւ ներքին քաղաքականության առնչությամբ։ Նա դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացմանը։ Հարավային Կովկասում վերջին զարգացումներին առնչվող հարցեր դեսպանի հետ քննարկել է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Խմբակցության քարտուղարը կարևորել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջև խորհրդարանական մակարդակում եւ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը։ Տիգրան Աբրահամյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից, կարևորել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը։ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ հանդիպման ընթացքում դեսպանը պատասխանել է падգամավորների հարցերին, անդրադառնալով տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման գործընթացներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերին։ Հանդիպումների ընթացքում Անդրեա Բարբարա Բաումանն ընդգծել է, որ Շվեյցարիայի կառավարությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին։